Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանը տնտեսական աճի տեսանկյունից Եվրոպայի առաջատարներից է, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման նախագծի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում։ Վարչապետն ընդգծել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Վրաստանը գրանցում է տպավորիչ տնտեսական ցուցանիշներ։ 5 տարվա ընթացքում մեր միջին տնտեսական աճը եղել է 9.3% եւ մեր տնտեսությունն աճել է 16 միլիարդ դոլարից հասնելով 37.5 միլիարդ դոլարի։ Իհարկե զարգացման այս տեմպը հնարավորություն է տալիս առավել ակտիվորեն եւ խորությամբ զբաղվելու երկրի զբոսաշրջության եւ ավիացիայի զարգացմամբ։ Այս օրը մեզ վստահություն է տալիս, որ մեր զարգացման տեմպերն ապագայում ել ավելի կաճեն։ Վրացական կողմը Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման վերաբերյալ պայմանագիր է կնքել ֆրանսիական Group ADP ընկերության հետ։ Նախատեսվում է 150 միլիոն դոլարի ներդրում։ Վրաստանի փոխվարչապետ պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ճանաչողական հանդիպում է ունեցել Կատարի նորանշանակ դեսպան Ալի Յուսուֆ Աբդուլ Ռահման Ալ Մուլայի հետ։ Նախարարը շնորհավորել է նրան Վրաստանում դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ աշխատանքում։ Իրակլի Չիքովանիի խոսքով Վրաստանի համար կարևոր է խորացնել Կատարի պետության եւ Վրաստանի միջև երկկողմ գործակցությունը։ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպանը քննարկվել է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարի Կատարի պետության փոխվարչապետ պաշտպանության հարցերով պետական նախարար Շեյխ Սաուդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիի հրավերով Դոհա այցը եւ նրա գործընկերոջ հետ հանդիպումը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին նույնպես հանդիպում է ունեցել Վրաստանում Կատարի դեսպանի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ուղիներին եւ առևտրատնտեսական կապերի խորացման ներուժին։ Կողմերը հայտնել են գործակցությունն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը եւ ընդգծել բարձր մակարդակի այցելությունների փոխանակման կարեւորությունը։ Նշվել է նաեւ, որ հունվարի վերջին Թբիլիսիում տեղի կունենան երկու երկրի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն ունի ինչպես միջին միջանցքի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապ հաստատելու տեսանկյունից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Նրա խոսքով Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, դրա համար անհրաժեշտ ցանկություն կա ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի կողմից։ Հական Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհյուն Բայրամովի հետ քննարկել են Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ վարարության TRIP ծրագրի իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նա հավելել է, որ շրջանակային փաստաթղթի մասին տեղեկացվել է նաեւ Թուրքիայի նախագահը։ Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ հրապարակվել է TRIP-ի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը։ Այս հարցի շուրջ մենք երկժամյա քննարկում ենք անցկացրել իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեզ համար կարևոր են ադրբեջանական կողմի մոտեցումները։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացված է այդ մասին։ Թուրքիան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը եւ առաջնահերթ է համարում ապակայունացման կանխումը։ Այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նրա խոսքով Թուրքիան շարունակելու է դիվանագիտական նախաձեռնությունները իրավիճակի կարգավորման նպատակով։ Բացի այդ, Ֆիդանը հույս է հայտնել, որ Իրանում Թուրքիայի քաղաքացիների տարհանման անհրաժեշտություն չի առաջանա եւ չի լինի միգրացիոն ալիք։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների համար մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ։ Կան մշակված հյուպատոսական միջոցառումներ, որոնք վերաբերում են բոլոր երկրներին եւ հնարավոր սցենարներին։ Հուսով ենք, որ իրավիճակն Իրանում հնարավորինս շուտ կհանդարտվի եւ մենք մեծ ողբերգության ականատես չենք լինի։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Նյու Յորքում Միացյալ Նահանգների խնդրանքով արտակարգ նիստ է անցկացրել Իրանի հարցով շաբաթներ շարունակվող համազգային հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդկանց մահվան մասին հաղորդագրությունների շուրջ մտահոգությունների ֆոնին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ տեղակալ դեսպան Ղոլամ Հոսեյն Դարզին նշել է, որ իր երկրի դեմ ուժի կիրառման ցանկացած սպառնալիք, ցանկացած պատրվակով, ներառյալ ցուցարարներին պաշտպանելու կամ իրանցի ժողովրդին աջակցելու պնդումները կհամարվեն միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։ Նա ընդգծել է, որ Իրանը չի ձգտում ոչ սրացման, ոչ էլ բախման։ Այնուամենայնիվ ցանկացած ագրեսիայի ակտ, ուղղակի կամ անուղղակի, կարժանանա վճռական, համաչափ եւ օրինական պատասխանի համաձայն կանոնադրության 51-րդ հոդվածի։ Սա սպառնալիք չէ, այլ իրավական հայտարարություն։ Բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են միայն նրանք, ովքեր նախաձեռնում են նման անօրինական գործողություններ։
Դարզին նշել է, թե ցավում է, որ Միացյալ Նահանգների ռեժիմի ներկայացուցիչը, որը նախաձեռնել է այս հանդիպումը, դիմել է ստի, փաստերի խեղաթյուրման եւ միտումնավոր ապատեղեկատվության, թաքցնելու իր երկրի անմիջական մասնակցությունն Իրանում անկարգությունները բռնության ուղղորդելու գործում։ Հիշեցնենք, որ Իրանում ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման եւ մեծ գնաճի ֆոնին։ ՄԱԿ-ը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել ցուցարարների սպանությունների վերաբերյալ եւ դեմ է արտահայտվել ցուցարարների նկատմամբ մահապատժի հնարավոր կիրառմանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Ընդգծվել է երկու երկրի վճռականությունը ամրապնդելու Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Արաղչին շեշտել է տարածաշրջանային երկրների ներքին գործերին արտաքին միջամտության համընդհանուր դատապարտման կարևորությունը, ավելացնելով, որ Իրանը կպաշտպանի երկրի տարածքը ցանկացած արտաքին սպառնալիքից։ Նա նաև դատապարտել է ամերիկացի պաշտոնյաների սադրիչ եւ միջամտող հայտարարությունները։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ լարվածության ցանկացած սրման հետևանքների առնչությամբ։ Նա ընդգծել է դիվանագիտական ուղիների եւ տարածաշրջանային համագործակցության օգտագործման կարեւորությունը տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ Կողմերը նաեւ ընդգծել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար խորհրդակցությունների եւ համատեղ ջանքերի գործադրման շարունակականության անհրաժեշտությունը։ Իրանում ցուցարարները օրեր շարունակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են $3500, մեքենաներ այրելու համար մոտ $1500, իսկ ոստիկանական բաժանմունքները հրկիզելու համար մոտ $500։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ նրանց որոշ դաշնակիցներ ստեղծել են կենտրոն անջատողականներին եւ ահաբեկիչներին օգնելու համար։ Նրանք նույնիսկ սահմանել են Իրանում ավերածությունների համար փոխհատուցում։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը մի քանի շաբաթ ցնցած ցույցերն իրականացվել են դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից, որոնք հարձակվել եւ կրակել են ոստիկանների եւ իրավապահների վրա։ Նրանք ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում 3 օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ, ասել է նա։ Իրանի արտգործնախարարի խոսքով այդ ահաբեկիչների նպատակը մեկն է եղել՝ Միացյալ Նահանգներին ներքաշել հակամարտության մեջ։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իրանցի 5 պաշտոնյայի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են բողոքի ակցիաների ճնշմանը մասնակցելու համար եւ զգուշացրել է, որ հետևում է աշխարհի տարբեր բանկեր իրանցի առաջնորդների միջոցների փոխանցումներին։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ իրավապահ մարմինների հրամանատարների նկատմամբ, մեղադրելով նրանց բռնաճնշումներ կազմակերպելու համար։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը գիտի, որ խորտակվող նավի առնետների պես իրանական ընտանիքներից գողացված միջոցները դուք խոճապահար տեղափոխում եք աշխարհի տարբեր բանկեր եւ ֆինանսական հաստատություններ։ Վստահ եղեք, մենք կհետևենք դրանց եւ ձեզ։ Ֆինանսների նախարարությունը կօգտագործի անհրաժեշտ բոլոր միջոցները մարդու իրավունքների ճնշումների հետևում կանգնածների դեմ պայքարելու համար։ Գերատեսչությունը միաժամանակ պատժամիջոցներ է սահմանել 18 անձանց նկատմամբ, որոնց մեղադրում է արտասահմանյան շուկաներում պատժամիջոցների տակ գտնվող իրանական ֆինանսական հաստատություններին պատկանող ստվերային բանկային ցանցերի միջոցով իրանական նավթի եւ նավթամթերքի վաճառքից ստացված եկամուտների լվացման համար։ Ալբանիան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկխոսության վերջին դրական զարգացումները եւ հույս է հայտնում, որ դրանք կհանգեցնեն հակամարտության երկարաժամկետ կարգավորման։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ալբանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բեսարդ Կադյան։ Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին եւ վերահաստատում ենք մեր աջակցությունը երկու երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։ Մենք ընդգծում ենք, որ միջազգային նորմերին եւ սկզբունքներին լիովին համապատասխան իրականացվող կառուցողական երկխոսությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաշտեցման եւ կայունության հասնելու բանալին է, հայտարարել է դեսպանը։ Դիվանագետը ողջունել է խաղաղության ճանապարհին այս պատմական հանգրվանը, որն ամրագրվել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի առաջնորդությամբ։ Մենք այս համաձայնագիրը համարում ենք կարևոր քայլ, որը նշանավորում է տասնամյակների հակամարտության ավարտը եւ հիմք է դնում հարաբերությունների լիակատար կարգավորմանը, նաեւ ամրապնդում է տարածաշրջանային վստահությունը, կայունությունը եւ անվտանգությունը, ասել է Կադյան։
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Սոքարը սկսել է ադրբեջանական գազի արտահանումը Ավստրիա եւ Գերմանիա, այս մասին հայտարարել է Սոքարը։ Նշվում է, որ TAP խողովակաշարով հարավային գազային միջանցքի եվրոպական հատվածով փոխադրվող գազի զգալի ծավալների վաճառքով ընկերությունը մտնում է Եվրոպա-ադրբեջանական գազի արտահանման նոր փուլ։ Սա ադրբեջանական գազ գնող երկրների թիվը հասցնում է 16-ի։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։